Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիան մեկ տարում հասցրել է փոխել ոլորտի մտածողությունը։ Առաջնային նպատակներից է միավորել զբոսաշրջության տարբեր ճյուղեր՝ ուղղված ոլորտի կայուն զարգացմանը։ Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիան մեկ տարվա ընթացքում ձևավորել է համագործակցության հարթակ, որտեղ միավորում են գաղափարները, փորձը և տեսլականը։ Այս մեկ տարվա ընթացքում կատարել ենք ահռելի աշխատանքներ, այդ թվում ունեցել ենք պաշտոնական հանդիպումներ տարբեր պաշտոնական անձանց հետ, իրականացրել ենք ինֆոտուրեր, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, իրականացրել ենք դասընթացներ մեր ֆեդերացիայի անդամների համար ու դեռ շարունակում ենք, բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք պետք է իրականություն դարձնենք։ Մեկամյա գործունեության ամփոփումը դարձավ ոչ միայն հաշվետու, այլև առաջնայող հանդիպում, կենտրոնացած ոլորտի նոր հնարավորությունների վրա։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին զբոսաշրջության զարգացման ռազմավարական ուղղությունները, սկսած բրենդավորման և միջազգային ներկայությունից մինչև կրթական և համայնքային ծրագրեր։ Քննարկվեց, թե ինչպես կարելի է համատեղ ուժերով ստեղծել ժամանակակից, մրցունակ և գրավիչ տուրիստական միջավայր։ Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար, քանի որ մեզանից շատերը երբեք չէին եղել Հայաստանում և դա մեզ համար բացահայտում էր։ Այս 3 օրերի ընթացքում մենք սիրահարվեցինք, մենք շատ տպավորված էինք հյուրընկալությամբ և դարձանք հայկական խոհանոցի երկրպագուներ։ Հետևաբար մենք ունենք աշխատելու և համագործակցելու ցանկություն։ Մենք այս տեղեկատվությունը կտարածենք զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ովքեր նախկինում այստեղ չեն եղել, որպեսզի նրանք անպայման համագործակցեն Հայաստանի հետ։ Եվ իհարկե մենք անհամբեր սպասում ենք Սանկտ Պետերբուրգում Հայաստանից զբոսաշրջիկներին ընդունելուն։ Station Tour-ի հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը նշեց, կա նպատակ նաև մարզերին ներգրավելու ծրագրերում։ Մեծամասամբ դեռ մի տարում շատ բան չենք հասցրել անել, բացի նրանից, որ մենք կազմակերպել ենք ինֆոտուրեր, բավականին շատ ներգնայի, արտագնայի օպերատորների ենք ներգրավել, տարել ենք, ցույց ենք տվել մարզերը ինչպես են զարգանում, ինչ ունենք, ինչ պրոդուկտներ ունենք, կազմակերպել ենք հյուրանոցային այցեր, ռեստորանային այցեր, հանդիպումներ ենք կազմակերպել փակ խմբերով, ինչի չէ նաև դրսի տուրօպերատորներին, օրինակ վերջերս միայն 2 օր առաջ ունեինք նաև կլաստերայինից Սանկտ Պետերբուրգից հյուրեր, տուրօպերատորներ, ում ներկայացրեցին Գյումրին եւ հետո ուղարկեցինք Լոռու մարզ։ Կարող եմ ասել, որ բավականին էֆեկտիվ է, բայց հետագայում, այսինքն մյուս տարում արդեն շատ ավելի պլաններ կան, շատ ավելի նախագծեր կան, որոնք պետք է իրականացնենք։ Կարևորվեց նաև երիտասարդների ներգրավված լինելը համայնքների զարգացման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման գործում։ Եթե խոսում ենք տուրիստական հոսքի մասին, առաջինը կուզենամ նշեմ Ռուսաստանից տուրիստներին, երկրորդը դա Gulf Region-ն է, Արաբական Էմիրություններ, Կուվեյթ, Կատար եւ այլն եւ այլն։ Պարսկաստանից շատ հյուրեր ունենք, դա շատ գովելի է ու ողջունելի իրականում։ Հյուրերին սպասում էր անակնկալ վիճակահանություն, տարբեր պարգևներով, մինչև 1 տարի անվճար անդամակցելու եւ դեպի Կիպրոս ճանապարհորդելուց մինչև գինու համտես։ Միջոցառման ավարտին ստորագրվեցին հուշագրեր Բալթիական ալյանս ՍՊԲ-ՍՊ-ի, Արենի գինու գործարանի և Helicopter Armenia ընկերությունների հետ, ինչը կնպաստի համագործակցության և զբոսաշրջության հետագա զարգացմանը և միջազգային փորձի ներգրավմանը։ Մեկ տարվա ամփոփումը հստակ ուղերձ ուներ. զբոսաշրջությունը Հայաստանի ապագայի հնարավորություններից մեկն է։ Իսկ դրա հաջողության բանալին համատեղ աշխատանքն է, նոր գաղափարներն ու վստահությունը դեպի զարգացում։